Ողջույն բարեկամներ, ձեզ հետ ինչպես միշտ My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք խոսելու ենք վաղվա օրվա զատիկի օրվա շուրջ, ինչ դնել զատիկի սեղանին, տրվել էր այսպիսի հարց և պատասխանը, կարճ և հստակ, Միջ ես սկսեմ, դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք մեր էջը, իսկ ես սկսեմ ներկայացնել, ուրեմն կարճ և հստակ պատասխան, զատիկին ընդունված է մսային ուտեստ, բայց ձուկը զատիկի հիմնական ուտեստ չէ։ Ինչու զատիկին ձուկ չեն դնում սեղանին։ Մեծ պահքի ընթացքում թույլատրված էր ձուկը, որոշ օրերին, զատիկը պահքի ավարտն է և սեղանը պետք է տարբերվի պահքայինից։ Հետևաբար, ձուկը զատիկի օրը խորհրդանշական չէ, այլ ավելի շուտ պահքային սնունդ է։ Այդ պատճառով ավանդական զատիկի սեղանին ձուկ հազվադեպ կամ երբեք չի դրվում։ Ինչ միս են դնում զատիկի սեղանին։ Ամենատարածված մսերը՝ գառան միս, ամենախորհրդանշականը Քրիստոս որպես Աստծո գառ, խոզի միս շատ տարածված է հայկական ընտանիքներում, տավարի միս նույնպես ընդունված է, թռչնամիս հազվադեպ, բայց թույլատրելի է։ Ավանդական ուտեստներից խորոված կամ ջեռոցում պատրաստած միս, մսով տոլմա, կոտլետ, քյուրթա, խաշլամա։ Տապակած կարտոֆիլ մսով։ Ինչն է պարտադիր զատիկի սեղանին։ Կարմիր ձու, չորեք, մսային ուտեստ, կանաչի, պանիր, գինի կամ թան։ Հիմա եզրակացություն։ Ձուկը զատիկի սեղանի ավանդական մաս չէ։ Զատիկը ուրախության և լիության տոն է, ոչ պահքի։ Մսային ուտեստը կարևոր նշան է պահքի ավարտի։ Մենյու։ Փոքր ընտանիքի համար 4-ից 6 հոգու համար։ Պարտադիր խորհրդանշական կարմիր ներկած ձվեր 8-ից 12 հատ, զատկական չորեք 1 մեծ կամ 2 փոքր, կարմիր գինի կամ թան։ Հիմնական ուտեստ՝ ջեռոցում պատրաստված գառան կամ խոզի միս, կարտոֆիլով, սոխով, սխտորով, համեմունքներից աղ, սև, պղպեղ, պապրիկա, լրացուցիչ ուտեստ՝ կանաչի, սոխ, մաղադանոց, սամիր, պանիր, լոռի կամ չանախ, մսով տոլմա, 1 փոքր կաթսա։ Դեսերտից չորեք, ջրեր կամ տնային կոմպոտ։ Մեծ հյուրասիրության համար 8-ից 15 հոգու համար պարտադիր պետք է լինի, ուրեմն կարմիր ձվեր 30-ից 40 հատ, 2-ից 3 մեծ չորեք, կարմիր գինի, օղի կամ հյութեր։ Մսային անդրանի, խորոված խոզի և տավարի միս։ Գառան միս, ջեռոցում կամ խաշլամա, մսով տոլմա, մեծ կաթսա, քյուրթա կամ կոտլետ, սառը սեղան, պանրի ափսե, լոռի, չանախ, սուլուգունի, կանաչու մեծ ափսեներ, աղցաններ, լոլիկ, վարունգ, օլիվիե կամ ձվով աղցան, հաց և հավելումներ, լավաշ, թոնրի հաց, թթու բանջարեղեն, դեսերտից չորեք, տորտ կամ գաթա, մրգեր։ Հիմա ժամանակակից, բայց ավանդույթին հավատարիմ տարբերակ։ Խորհրդանշական պահպանված։ Կարմիր ձվեր, մինիմալ գեղեցիկ մատուցմամբ, փոքր չորեք կամ չորեքի սլայսեր, Քրիստոս հարյավ իմերելոց գրության բացիկ։ Անցնում ենք մսին, ջեռոցում տավարի կամ գառան ֆիլե, կամ խոզի միս առանց ծանր սոուսների, թարմ աղցաններ, կանաչ աղցան ձվով, ռուկոլա, լոլիկ չերի, պանիր, խմիչք, սպիտակ կամ կարմիր գինի, տնական լիմոնադ, դեսերտից մինի չորեքներ, մեղր, ընկույզ, ջրեր։ Այս սեղանը հարմար է, եթե ուզում եք թեթև, ոճային, բայց զատիկի իմաստը պահպանած սեղան։ Եզրակացություն։ Ուրեմն սեղանին ձուկ պետք չէ, միսը կարելի է պետք է, կարմիր ձու պարտադիր, չորեքը պարտադիր։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք մեկ այլ տեսահոլովակով,
Վաղվա օրվա կապակցությամբ առայժմ ցտեսություն։